Այսօր լուսադեմին կյանքից հեռացել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը։ Հայ բեմի և կինոյի սիրված արտիստը հաշված օրեր անց հուլիսի 17-ին տոնելու էր ծննդյան 65-ամյակը։ Արտաշես Ալեքսանյանը խաղացել է մի շարք հայտնի ներկայացումներում՝ Արա Գեղեցիկ, Շեքսպիրի Համլետ, Վահրամ Սահակյանի Ժանգոտ Վանալի։ Նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում՝ Գարեգին Նժդեհ, Ռուսական տապան, Արմենիա հեռուստաընկերության մի շարք հեռուստասերիալներում, Ճակատագրի գերիները, Դժբախտ ելջանկություն, Եզրագծից այն կողմ, Վերադարձ։ 2002-2003 թվականներին բեմադրել է Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակին և Հայոց մեծ եղեռնին նվիրված ներկայացումներ։ Հոգեհանգիստը տեղի կունենա Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում հուլիսի 8-ին ժամը 17:30-ից, ուղարկավորությունը հուլիսի 9-ին ժամը 13-ին նույն վայրից։ 630 միլիոն դրամ պետությանը։ Դատարանի վճիռը Սերժ Սարգսյանի գործով։ Հակակոռուպցիոն դատարանը մասնակի բավարարել է գլխավոր դատախազության հայցը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով ընդդեմ Սերժ Սարգսյանի և նրա հետ փոխկապակցված անձանց։ Դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետությանը կփոխանցվի շուրջ 630 միլիոն դրամի գույք և միջոցներ։ Գյուղմթերքի և ծաղկի արտահանումը Հայաստանից 2026 թվականի հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կտրուկ նվազել է, հասնելով մինչև 74,5% անկման։ Լրատվամիջոցներից մեկի հարցմանն ի պատասխան սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հրապարակած վիճակագրության համաձայն հիմնական հարվածը ստացել է ռուսական ուղղությունը, որտեղ 2025-ին արտահանված շուրջ 27,9 հազար տոննա պտուղ բանջարեղենը 2026-ին նվազել է, հասնելով ընդամենը 110 տոննայի։ Նույն պատկերն է նաև ծաղկի շուկայում։ Անցյալ տարվա ավելի քան 5,7 միլիոն հատի դիմաց այս տարի արտահանումը փաստացի կանգ է առել։ Ընդհանուր հաշվարկով 2026-ին արտահանվել է շուրջ 23,6 հազար տոննայով պակաս գյուղմթերք, ինչը նշանակում է շուկայի էական կրճատում։ Գլխավոր դատախազությունը Սևան ազգային պարկ ՊՕԱԿ-ի տնօրենին և շրջակա միջավայրի նախարարությանն ուղարկված միջնորդագրով պահանջում է միջոցներ ձեռնարկել Սևանա լճի ափամերձ 3100 քառակուսի մետր ընդգրկող հողամասի վարձակալության պայմանագիրը լուծելու համար։ Պարզվել է, որ դեռ 2004-ին կնքված պայմանագիրը, որի ժամկետն ավարտվել է 2011 թվականին, շարունակել է գործել անորոշ ժամկետով։ Դատախազության ուսումնասիրության համաձայն օրենքը թույլ է տալիս նման պայմանագիրը դադարեցնել ցանկացած պահի։ Մյուս կողմին 3 ամիս առաջ ցանուցելով այդ մասին։ Հենց այս իրավական հիմքով է պետությունը նախաձեռնել գործընթացը պետական շահը պաշտպանելու և Սևանի ափամերձ տարածքների օգտագործումը օրինական դաշտ վերադարձնելու համար։ Միևնույն ժամանակ հակակոռուպցիոն դատարանը բավարարել է գլխավոր դատախազության հայցը և անվավեր ճանաչել Արարատի մարզի Գոռավան բնակավայրում գտնվող 42 հեկտար ընդհանուր մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասերի աճուրդները, որոնք պետք է վերադարձվեն Վեդի համայնքին։ Արմեն Նաթալյան, ժամը լրատվական։